Երևույթի վերջին 3 օրերին Փարիզում եկավ մի մարդ, որին արձանագրող ամբողջներ չունեին։ Rue de la Huchette փողոցի 23 տարին 5-րդ շրջանում, որտեղ փոքրիկ սուրճի խանութն էր պահում Ազնավուրյանների ընտանիքը, տենանցիները երբեմն տեսնում էին կոսմատ մեծափառ տղամարդու, որը մտնում էր երեկոյան, երբ փողոցները արդեն դատարկվում էին, եւ դուրս եկավ առավոտյան, երբ գերմանական պարեկները դեռ չէին սկսել իրենց շրջայցերը։ Ո՞վ էր նա։ Ինչու էր այցելում ընտանիք, որը բավական ուշադրություն էր գրավել իրենց հայկական ծագմամբ, բայց երբեք չէր մասնակցել քաղաքական ակտիվություններին, լուռ մնալով գերմանական օկուպացիայի ամբողջ ժամանակաշրջանում։ Մի բան հստակ էր. այս հանդիպումները չէին արձանագրվում ոչ մի ձևով, եւ երբ կրակոցներ հնչեցին Մոն Վալերյանի ամրոցում 1944 թվականի փետրվարի 21-ին, այդ անվան մեջ էր նաեւ Միսակ Մանուշյանը, հայ դիմադրականների առաջնորդը, որին գնդակահարեցին պատերին, երբ նա դեռ հավատում էր, որ Ֆրանսիան կարող է ազատ լինել։ Այդ լուր այցելուն եւ Ազնավուրյանների փոքրիկ սուրճի խանութի միջև կապը երբեք չեն հաստատել։ Բայց մի բան անխուսափելիորեն խորթացել էր այդ երեկույթներից հետո՝ սարսափ, որը հետևում էր ընտանիքին երկարատև տարիներ։ Երբ խոսում ենք Շարլ Ազնավուրի մասին, մենք խոսում ենք մարդու մասին, որը ծնվել էր պատմության ամենասարսափելի խաչմերուկներից մեկում՝ հայ ազգի բռնագաղթի եւ եվրոպական ֆաշիզմի բախման կետում։ 1922 թվականին, երբ նրա ծնողները Մամիկոն Ազնավուրյանը Վրաստանի Ախալցխայից եւ Կնար Բաղդասարյանը Թուրքիայի Իզմիտից հասան Փարիզի սահմանները, նրանք հույս ունեին վերակառուցել այն, ինչ կորցրել էին։ Մայրը կարում էր հագուստներ տներում։ Հայրը բացեց Կովկաս անունով ռուսական ռեստորան, որտեղ փոքրիկ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը, ապագա Շարլ Ազնավուրը, հանդես էր գալիս երգերով եւ պարերով, երբ նա դեռ չէր հասել 10 տարեկանին։ 1933 թվականին, երբ նա դեբյուտավորեց Պետիմոնտ թատրոնում, ընտանիքը արդեն զգում էր տնտեսական ճգնաժամի ճնշումը։ Ռեստորանը փակվեց, եւ նրանք մնացին փոքրիկ սուրճի խանութով, որտեղ յուրաքանչյուր օր նշանակում էր պայքար գոյատևման համար։ Բայց իսկական սարսափը սկսվեց 1939 թվականից հետո, երբ գերմանական զորքերը մտան Փարիզ։ Նրանց փոքրիկ սուրճի խանութը գտնվում էր Լատինական թաղամասում, որտեղ գեստապոն իրականացնում էր պարբերական ռեյդներ, որսալու դիմադրականների, հրեաների, կասկածելիների։ Մամիկոն Ազնավուրյանը, որը երբեմն մեկնում էր փոքր ժամանակ, ավելի երկար ժամանակահատվածներ, քան պետք լիներ սովորական գործատուի համար, իսկ Շարլը, որը նրա պարզ նյութական պահանջների պատճառով ընդամենը 2 տարի սովորեց դպրոցում, աշխատում էր որպես մետրոյի տոմս վաճառող եւ հանդես էր գալիս Ռաֆֆի հայկական ռեստորանում երգելով, օգնելու ընտանիքին։ Յուրաքանչյուր երեկո, երբ նա վերադառնում էր տուն անցնելով մութ փողոցներով, նա լսում էր գերմանական ճոճերի ձայները, տեսնում թե ինչպես են մարդիկ անհետանում գիշերվա միջից, եւ գիտեր, որ ցանկացած պահ իրենց փոքրիկ սուրճի խանութի դուռը կարող էր բացվել ոչ թե հաճախորդի, այլ համազգեստավորված տղամարդկանց կողմից, որոնք չեն հարցնում, ոչ էլ սպասում պատասխանների։ Ծնողները երբեք չեն խոսել իրենց երեխաների հետ այն մասին, թե ում են օգնում։ Կնար Բաղդասարյանը շարունակում էր կարել, բայց երբեմն նրա աշխատանքը ներառում էր ոչ միայն հագուստներ, այլև փաստաթղթեր, փոխված անուններով, կեղծ կնիքներով, նոր ինքնությամբ։ Փարիզի 5-րդ շրջանը, որտեղ Սորբոնի ուսանողները խառնվում էին աշխատավորների եւ գաղթականների հետ, դարձել էր դիմադրության ցանցի կենտրոններից մեկը։ Եվ Ազնավուրյանների փոքրիկ սուրճի խանութը, որը երբեմն չուներ նույնիսկ բավարար սուրճ զբաղեցնելու հաճախորդներին, եղել է տեղ, որտեղ աշխարհները միանում էին, որտեղ լուռ պայմանագիրները կնքվում էին ոչ բառերով, այլ անխոս նայվածքներով։ Մի օր, երբ Շարլը նստած էր անկյունում, փորձելով կատարել իր տնային աշխատանքը մոմակալի լույսի տակ, որովհետև էլեկտրականությունը կտրված էր, նա լսեց խոսակցություն հայերենով, որը նա լավ չէր հասկանում, բայց բառերը փաստաթուղթ, կեղծ անձնագիր, պարեկ լսվեցին բավականին հստակ։ Նրա մայրը, Կնարը, նայում էր նրան այնպիսի աչքերով, որոնք ասում էին՝ դու ոչինչ չես տեսել, ոչինչ չես լսել, եւ դու կապրես։ Երբ 1943 թվականի փետրվարի 21-ին հրապարակային գնդակահարություններ տեղի ունեցան Մոն Վալերյանում, որտեղ Միսակ Մանուշյանը եւ նրա խումբը դատապարտվեցին մահվան, Շարլ Ազնավուրը, որն այդ պահին 19 տարեկան էր, զգաց մի բան,
որը հետևում էր նրան ողջ կյանքի ընթացքում, սարսափ կորստի և կեղծիքի միջև գծի վրա քայլելու։ Նրանք երբեք չիմացան, թե որքան մոտ էին մահվան, բայց երբեմն, երբ գերմանական պարեկները անցնում էին նրանց սուրճի խանութի կողքով և դադարում էին նայելու պատուհանների միջից, կնար Բաղդասարյանը շարունակում էր հյուսել, իսկ Շահնուր Վաղինակը շարունակում էր երգել, հենց այնպես, ասես ոչինչ չի կարող կանգնեցնել նրանց։ Թե որքան անգամ այդ կեղծ անձնագրերը փրկել են կյանքեր, մենք երբեք չենք իմանա, բայց նրանց սառը սենյակը, որտեղ կաթիլներ կաթում էին առաստաղից, դարձավ տեղ, որտեղ մահը և կյանքը միասին խաչվում էին։ Այսօր, երբ մենք հիշում ենք Շահլ Ազնավուրի մասին որպես եռանդուն երգչի, որը վաճառել է 200 միլիոն դիսկեր և որը դարձավ Հայաստանի ազգային հերոս 1987 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, մենք հազվադեպ մտածում ենք այն փոքր տղայի մասին, որը երբեմն քնում էր սառը սենյակում, լսելով գերմանական կոշիկների հեռու ձայները և սարսափելով, որ հաջորդ առավոտ նրա ընտանիքը կարող է չլինի։ Ինչ տեսավ այդ երեխան այն ամառներին, երբ նրա հայրը Մամիկոն Ազնավուրյանը վերադարձնում էր տուն թափոցների հետքերով հագուստների վրա, կամ երբ նրա մայրը պահում էր փաստաթղթեր 4 աղյուսակի տակ, որոնք կարող էին խլել ամբողջ ընտանիքի կյանքը, եթե հայտնաբերվեին։ Կարող ենք մենք երևակայել այն սարսափը, որը տիրապետում էր նրանց յուրաքանչյուր ժամին, երբ նրանք չգիտեին, արդյոք հաջորդ դուռը բացողը կլինի ազատության բերող, թե մահվան դատախազը։ 1946 թվականի նոյեմբերին, երբ գերմանական օկուպացիան արդեն ավարտված էր և Փարիզը փորձում էր շնչել ազատության օչնչել ազատության օդը, Ազնավուրյանների ընտանիքը կայացրեց որոշում, որը կփոխեր նրանց կյանքի ուղղությունը։ Նրանք դիմեցին Խորհրդային Միության խորհրդային կոմիտեին խնդրելով խորհրդային քաղաքացիություն և վերադարձ հայրենիք, Խորհրդային Հայաստան։ Այդ դիմումը, որը ներառում էր Մամիկոն Ազնավուրյանի, Կնար Բաղդասարյանի, նրանց դստեր Այդայի և Շառլի առաջին կին Միշլենի անունները, հաստատվեց։ Նրանք ստացան խորհրդային քաղաքացիություն, և ուղին դեպի Երևան բացված էր։ Բայց նրանք երբեք չվերադարձան։ Ինչու՞։ Ինչ տեղի ունեցավ այն 2 ամիսների ընթացքում, երբ նրանք պատրաստվում էին մեկնել և որոշեցին չգնալ։ Արձանագրություններում, որոնք պահպանվում են Խորհրդային Միության արխիվներում, մենք կարդում ենք փաստաթղթերի պարզ շարքը, անունները, ծննդյան տարեթվերը, դիմումի ամսաթիվը, հաստատման ցուցումը։ Բայց այնտեղ չկան բացատրություններ, թե ինչու ընտանիք, որը խնդրել էր վերադառնալ հայրենիք, որտեղ նրանց նախնիները ապրել են հազարամյակներ, որտեղ նրանք կարող էին խոսել իրենց լեզվով և ապրել իրենց մշակույթում, հանկարծ փոխեց իր միտքը։ Ինչ նամակներ ստացան նրանք Երևանից այդ ամիսներին։ Ով խոսեց նրանց հետ և ինչպիսի պատմություններ պատմեց նրանց խորհրդային իրականության մասին, որը կարող էր փոխել նրանց երազանքը։ Մամիկոն Ազնավուրյանը, որը տեսել էր առաջին համաշխարհային պատերազմի և հայոց ցեղասպանության սարսափները, արդյոք վախեցավ, որ նրա ընտանիքը փոխանակելու է մի տեսակ սարսափ մեկ այլ սարսափով։ Արդյոք Կնար Բաղդասարյանը, որը տեսել էր, թե ինչպես են նրա ազգականները մեռնում Իզմիտում, վախեցավ, որ վերադարձը կարող է նշանակել նոր ձևի բռնություն։ Մենք չգիտենք պատասխանները, բայց մենք գիտենք արդյունքները։ Շահնուր Վաղինակ Ազնավուրյանը մնաց Փարիզում, և 1950 թվականին նա սկսեց իր անկախ կարիերան որպես Շառլ Ազնավուր, անունով, որը ավելի հեշտ կլիներ ֆրանսիական լեզվամբ, բայց որը կրում էր իր հայկական արմատները յուրաքանչյուր հնչյունի մեջ։ Այդ որոշումը չվերադառնալ Հայաստան դավաճանություն էր, թե փրկություն։ Նրանց համար, ովքեր հավատացել էին, որ խորհրդային Հայաստանը կլինի նոր սկիզբ, այդ անվերադարձը կարող է երևալ դավաճանություն իրենց ազգի նկատմամբ։ Բայց նրանց համար, ովքեր տեսել էին, թե ինչպես են Ստալինի ռեժիմը և հետագա Խորհրդային Միության քաղաքականությունները ճնշում ազատ մտածողներին, այդ որոշումը կարող էր լինել կյանքի և մահվան միջև տարբերության որոշում։ 2 տարի անց, 1948 թվականին, Խորհրդային Միությունը հայտարարեց, որ բոլոր հայերը, ովքեր չեն վերադարձել մինչև որոշակի ժամկետ, կհամարվեն ազգի դավաճաններ։ Այդ ցուցակում էր նաև Ազնավուրյանների ընտանիքը։ Նրանք ստացել էին քաղաքացիություն, նրանք խոստացել էին վերադառնալ, և նրանք չեն կատարել։ Արդյոք նրանք դավաճաններ էին, թե նրանք դավաճանվեցին համակարգի կողմից, որը խոստացել էր իրենց նոր հայրենիք, բայց իրականում նախապատրաստվում էր նոր բանտ։
Շարլ Ազնավուրը երբեք բացահայտորեն չի խոսել այդ որոշման մասին հարցազրույցներում, բայց երբեմն, երբ նրան հարցնում էին Հայաստանի մասին, նրա աչքերը լցվում էին արցունքներով, եւ նա խոսում էր երկրի մասին, որին նա երբեք չի ապրել, բայց որը միշտ ապրել է նրա սրտում։ Կա մի բա, որը շատերը չգիտեն։ 1948 թվականի գարնանը, երբ Ազնավուրյանների ընտանիքը ստացավ նամակ Երևանից, որը պարունակում էր ցանկ անունների, ընտանիքի ընկերներ եւ հարազատներ, ովքեր արդեն վերադարձել էին եւ անհետացել էին Սիբիր կամ Սարալախ ճամբարներ։ Այդ նամակը, որը գրված էր կոդավորված լեզվով, որպիսի խուսափի ցենզուրից, բացահայտեց այն, ինչ շատերը վախենում էին ասել բարձր ձայնով։ Վերադարձը խորհրդային Հայաստան չէր նշանակում ազատություն, այլ նոր տեսակի բանդատավորություն։ Մամիկոն Ազնավուրյանը, որը կարդաց այդ նամակը իր ընտանիքին, ասաց ըստ հիշողությունների, որոնք պահպանել է նրա դուստր Այթան, միայն մի բան. մենք կորցրել ենք հայրենիք մեկ անգամ։ Մենք չենք կարող կորցնել կյանքը երկրորդ անգամ։ Այդ նամակը այրվեց, որպիսի ոչ մի վկայություն չմնա, եւ ընտանիքը հրաժարվեց վերադառնալուց։ Բայց այդ որոշումը պատուհասեց նրանց ուխտի եւ հույսի համար։ Դավաճանված երազանքի հետքը վետվեց Շարլ Ազնավուրին ողջ կյանքը։ Ինչպես կարող է մարդ ապրել իմանալով, որ նա դավաճանեց իր ազգի նկատմամբ, թեև իրականում նա փրկեց իր ընտանիքը։ Ինչպես կարող է երգիչ երգել սիրո եւ հույսի մասին, երբ նրա սրտում կա այն դառը ճշմարտությունը, որ հայրենիքը, որը նա երազել էր, մերժեց նրան, կամ ավելի ճշգրիտ, որ նա մերժեց հայրենիքը փրկելու իր սեփական կյանքը։ Այդ կոտրվածությունը, այդ անլիակատար վերադարձը հետևեց Շարլ Ազնավուրին մինչև այն պահը, երբ նա վերադարձավ Հայաստան որպես համաշխարհային աստղ եւ ոչ թե որպես գաղթական, որը փնտրում էր տուն։ Հետագա տարիներին, երբ Շարլ Ազնավուրը դարձավ ֆրանսիական շանսոնի լեգենդ, նրա կապը Հայաստանի հետ մնաց բարդ, լեցուն սիրով եւ մեղավորությամբ։ Նա գրեց մոտ 1300 երգեր, խաղաց 60 ֆիլմերում եւ վաճառեց 200 միլիոն դիսկեր աշխարհով մեկ, դառնալով մեկ ամենահայտնի ֆրանսիացի երգիչներից բոլոր ժամանակների։ Բայց մինչև 1988 թվականը նա երբեք չէր վերադարձել Հայաստան, եւ երբ Սպիտակի մեծ երկրաշարժը տեղի ունեցավ դեկտեմբերի 7-ին եւ ողբերգական լուրերը հասան նրան Փարիզում, նա զգաց, որ կյանքը տվեց նրան երկրորդ հնարավորություն փրկելու այն, ինչ նա չկարողացավ փրկել 42 տարի առաջ։ Ընդամենը մի քանի օրերի ընթացքում Ազնավուրը կազմակերպեց թռիչք Երևան եւ տեսավ ավերվածությունը։ Քաղաքներ, որոնք փլվել էին, երեխաներ, որոնք կորցրել էին ծնողներին, մարդիկ, որոնք ապրում էին ավերակների տակ։ Այս պահին նա հասկացավ, որ դավաճանությունը, որը նա զգում էր իր ընտանիքի հրաժարումից վերադառնալ հայրենիք, այժմ կարող էր փոխանակվել փրկության գործողությամբ։ Նա ստեղծեց Ազնավուր հարող Հայաստանին հիմնադրամը, հավաքեց հարյուրավոր միլիոն դոլարներ եւ վերակառուցեց ամբողջ քաղաքներ։ Դավաճանության զգացումը, որը հետևել էր նրան 4 տասնամյակ, վերածվեց փրկության առաքելության։ Շարլ Ազնավուրը դարձավ մարդը, ով փրկեց հազարավոր կյանքեր իր սիրով դեպի երկիր, որը միշտ ապրել է նրա սրտում։ Երբ Մամիկոն Ազնավուրյանը սկսեց հիվանդանալ 1956 թվականին, ընտանիքը փորձեց թաքցնել դա բոլորից։ Նա, որը տեսել էր գերմանական օկուպացիայի մութ օրերը եւ վերապրել էր որպես դիմադրական, այժմ պայքարում էր ավելի անտեսանելի թշնամու դեմ՝ սեփական մարմնի դավաճանության դեմ։ Շարլը նկատում էր, թե ինչպես նրա հայրը, որը երբեմն վերադառնում էր տուն ուշ գիշերներին, հյուծված եւ թափթփված, այժմ հարկադրված էր դադարեցնել նույնիսկ փոքր ընտանեկան սրճարանում աշխատանքը։ Բժիշկները եկան խորհրդավոր, մուտքից մինչև ելք անցնելով առանց բացատրությունների, եւ կնար Բաղդասարյանը, որը տասնամյակներ շարունակ եղել էր ուժի սյուն, այժմ անմիջապես ծեր էր դարձել։ Ինչու է այս հիվանդությունը գաղտնի պահվում նույնիսկ իրենց մոտիկներից։ Ինչու են բժիշկների անունները երբեք չհիշատակվում եւ ինչու է բուժման պլանը թողնվում լռության մեջ։ Պատասխանը գտնվում էր նրանց անցյալում։ 1946 թվականից հետո, երբ նրանք ստացել էին խորհրդային քաղաքացիություն եւ հետո հրաժարվել էին վերադառնալ Հայաստան, նրանք գտնվում էին անորոշ կարգավիճակի մեջ,
ոչ իսկապես ֆրանսիացիներ, ոչ էլ իրականում խորհրդայիններ, կախված արմիության մեջ, որտեղ ցանկացած հիվանդություն կարող էր հարցեր առաջացնել։ Խորհրդային դեսպանատունը Փարիզում դեռ պահպանում էր նրանց անունները ցուցակներում, որպես չվերադարձած քաղաքացիներ, եւ յուրաքանչյուր բժշկական փաստաթուղթ կարող էր հասնել այնտեղ, հետևանքներով, որոնք ընտանիքը չէր ցանկանում պատկերացնել։ Հետևաբար, երբ Մամիկոն Ազնավուրյանը սկսեց կորցնել քաշը, երբ նրա դեմքը դեղնեց եւ երբ նա սկսեց հիշատակել անունները մարդկանց, որոնց նա պաշտպանել էր օկուպացիայի ժամանակ, ընտանիքը որոշեց, որ նրա հիվանդությունը պետք է մնա անտեսանելի։ Բայց հիվանդությունը չէր կարող թաքցվել հավերժորեն։ Մամիկոն Ազնավուրյանը մեռավ լռությամբ, առանց մահվան վկայականի, որը կհիշեցներ իրական պատճառը, եւ ընտանիքը թաղեց նրան փոքրիկ գերեզմանատանը Փարիզի արտաքին շրջաններում, որտեղ միայն 29 մարդ մասնակցեց արարողությանը։ Շարլ Ազնավուրը, որը 32 տարեկան էր իր հոր մահվան պահին, ստացավ թույլտվություն տեսնել մահվան վկայականի նախագիծը, որը նրա մայրը պահում էր պահարանում։ Այնտեղ գրված էր միայն սրտի անբավարարություն որպես պատճառ, բայց իրականում, ըստ նրանց ընտանեկան բժշկի, ով խոսեց անանուն պայմաններով, Մամիկոնի մարմինը քայքայվել էր տարիների սթրեսից, վախից եւ անհնարին ընտրություններից, որոնք նա կատարել էր փրկելու իր ընտանիքը 2 անգամ։ Առաջին անգամ նացիստներից, երկրորդ անգամ համակարգից, որը խոստացել էր իրենց տուն, բայց իրականում կարող էր դառնալ գերեզման։ Այս բժիշկը, որի անունը երբեք չեն հիշատակել, բացահայտեց նաև այլ բան։ Մամիկոն Ազնավուրյանի վերջին ամիսները անցել էին պարանոյայի մեջ, երբ նա հավատում էր, որ նրան հետևում են, որ նրա հեռախոսը լսվում է եւ որ նրա ընտանիքը դեռ վտանգի տակ է։ Արդյոք սա էր պարանոյա, թե իրականություն։ Բժիշկը չգիտեր, բայց Կնար Բաղդասարյանը, որը ապրեց մինչև 1968 թվականը, երբեք չխոսեց այդ օրերի մասին։ Կարծես նրա լռությունը էր միակ պաշտպանությունը, որը նա կարող էր առաջարկել իր ընտանիքին։ 1950 թվականներին Շարլ Ազնավուրը սկսեց իր վեգելի բարձրացումը որպես աստղ, բայց յուրաքանչյուր հաջողության հետ միասին նա կրում էր բեռը, գիտելիքը, որ իր հայրը մմեռել էր վախից եւ լռությամբ։ Նրա երկերում, որոնք խոսում են սիրո, կորստի եւ հուսահատության մասին, կա մի թաքնված շերտ, մահվան եւ դավաճանության մասին, որը ոչ ոք չէր նկատել, բայց որը միշտ եղել է այնտեղ։ Երբ նա երգում էր «La Bohème» կամ «Emmenez-moi», նա երգում էր ոչ միայն սիրո մասին, այլև կորցրած հայրենիքների մասին, ընտանիքների մասին, որոնք քայքայվել են պատմության մեջ, եւ մարդկանց մասին, ովքեր մեռել են առանց իրենց պատմությունները պատմելու։ Ինչ կլիներ, եթե Մամիկոն Ազնավուրյանը կարողանար խոսել իր վերջին օրերի մասին։ Ինչ գաղտնիքներ կբացահայտեր նա այն մարդկանց մասին, որոնց նա օգնել էր, այն փաստաթղթերի մասին, որոնք կեղծել էր, եւ այն վախերի մասին, որոնք հետապնդել էին նրան մինչև վերջ։ Շարլ Ազնավուրը երբեք չի տվել հստակ պատասխաններ այդ հարցերին հարցազրույցներում։ Նա խոսում էր իր ծնողների մասին սիրով եւ հարգանքով, բայց երբեք չի մատնել մատնանշել մանրամասները նրանց վախերի, նրանց գաղտնի գործողությունների կամ նրանց մահվան իրական պատճառների մասին։ Այս լռությունը, որը նա պահպանեց ողջ կյանքի ընթացքում, արդյոք էր պաշտպանություն իր ծնողների հիշողության համար, թե պաշտպանություն սեփական անձի համար, ով դեռ վախենում էր համակարգից, որը երբեք չէր ներել դավաճանությունը չվերադառնալու։ Արդյոք կարող ենք մենք այսօր հասկանալ, թե ինչպիսի մահվան սարսափ նստած էր Ազնավուրյանների ընտանիքի սրտում, երբ նրանք գիտեին, որ նրանց անունները դեռ կային ցուցակներում, որոնք կարող էին օգտագործվել ցանկացած պահի։ Փարիզի լատինական թաղամասում, ուր Ազնավուրյանների սրճարանը գտնվում էր, գոյություն ուներ երկրորդ կյանք, տեղ, որի մասին շատերը չգիտեին։ Սորբոնի համալսարանի շենքերից ոչ հեռու, հին շինությունների տակ կային փոքրիկ կիսալալ սենյակներ եւ թունելներ, որոնք թողնվել էին դեռ մինչև ֆրանսիական հեղափոխությունը եւ օգտագործվել էին տարբեր նպատակների համար, սկսած գինու պահեստներից մինչև ապաստանատեղեր օկուպացիայի ժամանակ։ Դիմադրության շրջանում այս ստորգետնյա ցանցը դարձել էր փրկության համակարգ նրանց համար, ովքեր փախչում էին գեստապոյից։ Ազնավուրյանների սրճարանը, որը մակերևույթին երևում էր որպես պարզ հայկական ընտանեկան բիզնես, ուներ մուտք դեպի այս թաքնված աշխարհ։ Փոքրիկ դուր յեդևի պահեստում, որը տանում էր ներքև։
դեպի սառը, խոնավ տեղ, որտեղ պատերը կաթում էին ջրից։ Երբ Շառլը 12 տարեկան էր, նրա հայրը առաջին անգամ ցույց տվեց նրան այդ տեղը։ «Եթե երբևէ մեզ փնտրեն», ասաց Մամիկոն Ազնավուրյանը, «դու գիտես, թե որտեղ գնալ։ Դու մնում ես այստեղ, լռում ես և սպասում, մինչև ես գալիս եմ քեզ համար։ Եթե ես չգամ 3 օրվա ընթացքում, դու հետևում ես թունելին դեպի հյուսիս, մինչև դու հասնես Սեն գետին, և այնտեղից դու գտնում ես ճանապարհը դեպի քույր Այդայի տուն»։ Այդ պահին Շառլը չհասկացավ լրջությունը այդ հրահանգների։ Նա մտածում էր, որ դա խաղ է, որ նրա հայրը պարզապես ցանկանում է նրան սովորեցնել քաղաքի գաղտնի տեղերը, նետեղերը, ինչպես խորին հետաքրքրություն բերող արկածային պատմություններում։ Բայց երբ նրանք իջան այդ սենյակ, և նրա հայրը ցույց տվեց նրան փոքրիկ ճահիճը անկյունում, որտեղ պահվում էին հին ծածկոցներ, դանակ, մի քանի պահածո ապարների տուփեր և ջրի շիշ, Շառլը հասկացավ, որ դա ոչ թե խաղ է, այլ ապրելու պլան, երբ ամեն ինչ փլուզվի։ Այդ սենյակը, որի մասին Շառլ Ազնավուրը երբեք չխոսեց հրաբարագավ մինչև իր ծերությունը, ներկայացնում էր նրա երկրորդ կյանքը, որը նա ապրեց լռության մեջ։ Վերևում, մակերևույթին, նա էր երեխան, որը նահանդես էր գալիս սրճարաններում և երգում էր հաճախորդներին։ Բայց ներքևում, այդ թաքնված սենյակում, նա էր պատանին, որը սովորեց ապրել սարսափի մեջ, սպասելով պահին, երբ դռները կբացվեն և գեստապոն կմտնի։ Իրականում, ըստ հիշողությունների, որոնք նա տվեց իր քրոջը տարիներ հետո, նա անցկացրեց 3 գիշեր այդ սենյակում 1943 թվականի ամռանը, երբ գերմանական զորքերը կատարեցին ռեյդ լատինական թաղամասում և ձերբակալեցին հարյուրավոր մարդկանց։ Նրա մայրը, կնարը, ավելացրեց սուրճի պայուսակները դռան դեմ, որպեսզի ծածկի մուտքը, և ասաց հաճախորդներին, որ նրանք փակված են մի քանի օրերի համար հիվանդության պատճառով։ Շառլը մնաց ներքևում, լսելով վերևից ձայները, գերմանական կոշիկների հորինվածքները, պատերով մենթներին, դռների բաց արձակելը։ Ինչպես կարող է մարդ երգել սիրո և հույսի մասին, երբ նա անցկացել է գիշերները ստորգետնյա սառը սենյակում, լսելով քայլերը վերևում և սպասելով մահվան։ Շառլ Ազնավուրի ամբողջ կարիերան կառուցված է այդ երկրորդ կյանքի վրա, կյանքի, որը նա երբեք ամբողջությամբ չի բացահայտել հանրությանը։ Երբ նա խոսում էր իր երիտասարդության մասին հարցազրույցներում, նա պատմում էր քաղցր պատմություններ սրճարանի մասին, իր ծնողների հյուրընկալության մասին և ֆրանսիացի հաճախորդների մասին, որոնք սիրում էին հայկական սուրճը։ Բայց նա երբեք չպատմեց այն 3 գիշերների մասին ստորգետնյա սենյակում, երբ նա լսում էր դռների ցնցումները և վախենում էր, որ հաջորդ ձայնը կլինի նրա մահվան դատավճիռը։ Այս լռությունը, որը նա պահպանեց տասնամյակներ շարունակ, արդյոք էր պաշտպանություն, թե անկարողություն հաշտվել իր անցյալի հետ։ Կա պահ, որը քիչ մարդիկ գիտեն, երբ Ազնավուրը վերադարձավ Փարիզ 50-ամյակների վերջին, արդեն հայտնի երգիչ, նա գնաց ետ դեպի Rue de la Huchette փողոցի 23 տուն և փորձեց մտնել այդ ստորգետնյա սենյակը։ Շենքը արդեն փոխել էր սեփականատերերին, և նոր բնակիչները, ովքեր չգիտեին պատմությունը, թույլ տվեցին նրան մտնել ստորգետնյա հատվածը։ Երբ նա բացեց դուռը և իջավ այնտեղ, նա տեսավ, որ սենյակը արդեն թափված էր։ Պատերը նկարված էին, և ջրի կաթիլները այլևս չկային։ Բայց կոնային անկյունում, ծածկված փոշու տակ, դեռ կար փոքրիկ դանակը, որը նրա հայրը թողել էր այնտեղ 50 տարի առաջ, և երբ Ազնավուրը վերցրեց այն իր ձեռքերում, նա լաց եղավ առաջին անգամ տարիներում։ Այդ դանակը, որը նա վերցրեց հետը և պահեց իր տանը Շվեյցարիայում մինչև իր մահը, խորհրդանիշ էր նրա երկրորդ կյանքի, որը նա երբեք ամբողջությամբ չբացահայտեց։ Այսօր, երբ մենք լսում ենք Ազնավուրի երգերը, մենք լսում ենք ձայնը մարդու, որը ապրել է 2 կյանք, մեկը լույսի տակ, մյուսը մթության մեջ։ Նրա հաջողությունը աշխարհում, նրա 200 միլիոն դիսկերը, նրա 60 ֆիլմերը, այս ամենը կառուցված է հիմքերի վրա, որոնք թաքնված են ստորգետնյա սենյակում, որտեղ փոքրիկ տղան սովորեց ապրել վախի հետ։ Ինչ կկորցներ աշխարհը, եթե Ազնավուրը չէր վերապրի այդ 3 գիշերները։ Որքան երգեր չէին գրվի, եթե այդ դանակը օգտագործվեր ինքնապաշտպանության համար։
Այս հարցերը մնում են անպատասխան, բայց նրանք հիշեցնում են մեզ, որ յուրաքանչյուր հաջողության հետևում կա անդեսանելի մարտի պատմություն, լռության պատմություն, երկրորդ կյանքի պատմություն։ Երբ Շարլ Ազնավուրը մեռավ 1918 թվականի հոկտեմբերի առաջին օրը, Հայաստանի կառավարությունը հայտարարեց սգո օր և ամբողջ երկիրը կանգ առավ։ Բայց մի պահի համար հարցնենք, ով իսկապես շահեց Ազնավուրի կյանքից և ով շահեց նրա մահից։ Այս հարցը, որը կարծես անհարգալից է լեգենդի նկատմամբ, իրականում բացահայտում է ճշմարտությունը իշխանության գնի մասին, ոչ միայն Ազնավուրի համար, այլև բոլոր նրանց համար, ովքեր շրջապատեցին նրան։ Նրա կյանքում միշտ եղել են մարդիկ, ովքեր օգտագործեցին նրա անունը, նրա հռչակը, նրա ազդեցությունը իրենց սեփական նպատակների համար։ Սկսած մենեջերներից, ովքեր վերցրին նրա եկամուտների տոկոսները, մինչև քաղաքական գործիչներ, ովքեր օգտագործեցին նրա կերպարանքը որպես խորհրդանիշ, Ազնավուրի կյանքը եղել է մարդական դաշտ, ուր բոլորը փորձում էին վերցնել մի գդոր նրա փառքից։ 1988 թվականին, երբ Սպիտակի երկրաշարժը ավերեց Հայաստանը, Ազնավուրը դարձավ քաղաքական խաղալիք նաև։ Խորհրդային կառավարությունը, որը պայքարում էր տնտեսական ճգնաժամի դեմ և սկսում էր խախտվել, օգտագործեց Ազնավուրի համերգները որպես քարոզչության գործիք, ցույց տալու, որ աշխարհը հոգալում է Հայաստանի մասին։ Բայց իրականում, երբ Ազնավուրը հավաքեց հարյուրավոր միլիոն դոլարներ իր հիմնադրամի միջոցով, նրա գումարի մեծ մասը անցավ կառավարական կանալների միջով, և շատերը չհասան երբեք նրանց, ովքեր իրականում նույն կարիքավոր էին։ Սա ցավալի ճշմարտություն է, բայց դա ճշմարտություն է, որը բացահայտվել է տարիներ հետո, երբ լրագրողները հետաքննեցին, թե ինչպես է օգտագործվել Ազնավուրի փողը։ Մի մասը գնաց շինարարության համար, բայց մեկ այլ մասը անհետացավ կոռուպցիայի մեջ։ Եվ Ազնավուրը, ով ապրում էր Շվեյցարիայում և չէր կարող վերահսկել յուրաքանչյուր տրանզակցիան, երբեք լիովին չիմացավ, թե որքան մասը նրա բարերարության իրականում հասավ ժողովրդին։ Սա ոչ թե մեղադրանք է Ազնավուրի դեմ, այլ մեղադրանք է համակարգի դեմ, որը շահարկեց նրա պարությունը։ Նրա իմպրեսարիոն Լևոն Սայանը, որը ստացավ Հայաստանի քաղաքացիություն նույն օրը, երբ Ազնավուրը ստացավ այն 1908 թվականի դեկտեմբերին, նույնպես շահեցավ այդ կապից։ Նրա բիզնեսը աճեց, և նա դարձավ ազդեցիկ գործիչ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Ֆրանսիայում։ Ով ավելի շատ շահեց Ազնավուրի ազդեցությունից՝ Հայաստանի ժողովուրդը, թե նրանք, ովքեր կառավարում էին նրա կերպարանքը և օգտագործում էին նրա անունը որպես քարոզչական գործիք։ Պատմությունը կտա պատասխանը, բայց այսօր, 10 տարի հետո, մենք արդեն տեսնում ենք հետքերը։ Ազնավուրի հիմնադրամի համար կառուցված շինությունները դեռ կանգուն են, բայց դրանցից շատերը երբեք լիովին չի օգտագործվել։ Դատարկ շենքեր, որոնք խոստանում էին նոր սկիզբներ, բայց դարձան միայն խորհրդանիշներ բաց թողնված հնարավորությունների։ Ազնավուրի անունը դարձավ բրենդ, որը շարունակում է վաճառվել առանց նրա ձայնի, առանց նրա հարգանքի, առանց իր իրական տիրոջ։ Նա վերածվեց եռանդուն մենաշնորհի, հիշողությանը, որը ամեն ոք փորձում է հավակնել, բայց ոչ ոք չի կարող իսկապես պատկանել։ Բայց դեռևս ամենածանր հարցը չէ, թե ով շահեց նրա անունից, այլ ինչ կորցրեց Ազնավուրը ինքը։ Երբ նա դարձավ խորհրդանիշ, նա դադարեց լինել մարդ։ Նրա կյանքի բարդությունները, նրա անցյալի ցավը, նրա ընտանիքի վախերը, այս ամենը ջնջվեց վառ լուսավորությամբ և պաշտոնական հանգուցալուծություններով։ Այն դանակը, որը նա պահեց Շվեյցարիայում, այն լռությունը, որը նա պահպանեց իր ծնողների մասին, այն վախերը, որոնք հետևեցին նրան ողջ կյանքի ընթացքում, բոլոր այդ իրական մանրամասները անհետացան դատարկ շկեղության մեջ հիշողության, որը ցանկանում էր տեսնել միայն լեգենդը, ոչ մարդուն։ 1988 թվականից հետո, երբ Շարլ Ազնավուրը դարձավ Հայաստանի փրկության խորհրդանիշ, նրա մարմինը սկսեց վճարաճարել գինը տասնամյակների լռության համար։ Բժիշկները, որոնք զննում էին նրան Ժնևում, նկատեցին մի բան տարօրինակ։ 64 տարեկան մարդը, որը պետք է լիներ իր կարիերայի գագաթնագետին,
Ֆիզիկապես տեսնվում էր ինչպես 80 տարեկան։ Նրա ձեռքերը դողում էին, երբ նա բռնում էր միկրոֆոնը։ Նրա քայլերը դարձել էին ավելի դանդաղ, ավելի զգուշ։ Կարծես յուրաքանչյուր քայլ էր ցավոտ հիշեցում անցյալի բեռի մասին։ Բայց ամենաապշեցուցիչը նրա աչքերն էին, որոնք երբեմն տեսել էին սարսափ ստորգետնյա սենյակում, այժմ պարունակում էին մի ուրիշ տեսակի սարսափ։ Սարսափ գիտելուց, որ ժամանակը սպառվում է, եւ որ բոլոր գաղտնիքները, որ նա պահպանել է, կմնան անբացահայտ։ Նրա անձնական բժիշկը դոկտոր Ժակ Մորանը, որը հետևել է նրան 30 տարի, վկայակոչեց հետագայում, որ Ազնավուրի բժշկական քարտում պարունակվում էր մի ախտորոշում, որը երբեք չհրապարակվեց՝ քրոնիկական սթրեսային խանգարում, որը բխում է երկարաժամկետ տրավմատիկ փորձից։ Բժիշկները գրեցին քրոնիկական սթրեսային խանգարում։ Պարզ լեզվով նրա մարմինը քայքայվել էր տատարիների վախից։ Երբ Ազնավուրը թռավ Երևան Սպիտակի երկրաշարժի լուրերից անմիջապես հետո, բժիշկները խորհուրդ տվեցին նրան չմեկեկնել։ Նրա սիրտը արդեն ցույց էր տալիս թուլության նշաններ։ Նրա ձախ ձեռքի մատները սկսել էին կորցնել զգայունությունը, վաղ նշաններ նյարդային համակարգի քայքայման։ Բայց նա անտեսեց բոլոր զգուշացումները եւ գնաց։ Երբ նա ժամանեց Երևանի օդանավակայան եւ տեսավ ավերածությունը, տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր կորցրել էին ամեն ինչ, նա զգաց, որ նրա սեփական ֆիզիկական ցավը ոչինչ չէր համեմատած այս ողբերգության հետ։ Բայց այդ ճանապարհորդությունը նրան արժեցրեց ավելին, քան նա կարող էր պատկերացնել։ Երբ նա վերադարձավ Ժնև 2 շաբաթ հետո, նա կորցրել էր 12 կիլոգրամ, նրա դեմքը դեղնած էր, եւ նրա աչքերում սարսափի հետքերը, որոնք երբեմն թաքցվել էին, այժմ մշտական էին դարձել։ Բժիշկները կատարեցին լրացուցիչ զննումներ։ Արյան անալիզները ցույց տվեցին կորտիզոլի մակարդակ, ինչպես մարտական գոտիներում գտնվող զինվորների մոտ։ Ուղեղի սկանավորումները բացահայտեցին ամիգդալան, ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է վախի համար։ Ազնավուրի մոտ եռապատկված էր չափով։ Նրա ամբողջ կյանքը նա ապրել էր անընդհատ սարսափի վիճակում։ Բայց ինչից։ Միայն ձերությունից։ Թե գինը, որը նա վճարում էր գաղտնիքների համար, որոնք երբեք չպատմեց։ Բայց Ազնավուրը հրաժարվեց դադարեցնել աշխատանքը։ Նա շարունակեց համերգային տուրներ, թեև յուրաքանչյուր ելույթը դառնում էր ֆիզիկական տանջանք։ Նրա թիմը սկսեց նկատել, որ նա պահանջում է ավելի երկար հանգստի ժամանակաշրջաններ համերգների միջև, որ նա մերժում է հարցազրույցներ, որոնք պահանջում են շատ մանրամասներ իր անցյալի մասին։ Նրա ձայնը, որը երբեմն եղել է հզոր եւ պարզ, այժմ երբեմն կոտրվում էր բարձր նոտաների ժամանակ, ոչ թե տեխնիկական սխալի պատճառով, այլ որովհետեւ նրա թոքերը չէին կարող տրամադրել բավարար օդ։ Երբ նա երգում էր Պուխտուա Աղմենի, երգը, որը նա ստեղծել էր երկրաշարժից հետո, նրա աչքերից արցունքներ էին ընկնում, բայց ոչ միայն էմոցիայի պատճառով։ Նրա մարմինը զգում էր ցավ, որը ասում էր՝ դու չես կարող շարունակել սա անվերջ։ 1998 թվականին, երբ Ազնավուրը դարձավ 74 տարեկան, բժիշկները պարտադրեցին նրան կրճատել իր աշխատանքային ժամանակացույցը։ Նրա անձնական օրագիրը, որը պահպանվել է նրա արխիվներում, ցույց է տալիս հետևյալ գրառումը. Դոկտոր Մորանը ասաց, որ եթե ես շարունակեմ այս տեմպերով, ես չեմ ապրի տեսնելու հաջորդ տասնամյակը։ Բայց ինչպես կարող եմ դադարել, երբ Հայաստանը դեռ կարիք ունի օգնության։ Ինչպես կարող եմ դադարել, երբ ես դեռ պարտական եմ այն մարդկանց հիշողությանը, ովքեր մեռան, որպեսզի ես կարողանամ ապրել։ Այս գրառումը բացահայտում է նրա ներքին կոնֆլիկտը։ Մի կողմից մարմինը, որը պահանջում էր հանգիստ, մյուս կողմից հոգին, որը չէր կարող հաշտվել անգործության հետ։ Ով իմանար, թե ինչպիսի գաղտնի բժշկական հաշվետվություններ պահվում էին նրա անձնական փաստաթղթերում։ Ով իմանար, թե քանի անգամ նրա սրտը դադարեց համերգի ժամանակ եւ միայն արագ բժշկական միջամտությունը փրկեց նրան։ Ազնավուրի մենեջերները պահպանեցին այս գաղտնիքները, վախենալով, որ հանրության իմանալը կարող է ավարտել նրա կարիերան։ Բայց մարմինը չէր կարող թաքցվել հավերժորեն։ 1994 թվականից սկսած Ազնավուրի հանրային ելույթներում սկսեցին երևալ նշաններ ֆիզիկական քայքայման։ Նրա ցերկերը տողում էին ավելի դեսանելի։ Նրա քայլերը պահանջում էին աջակցություն, եւ երբեմն, երբ նա բարձրանում էր բեմ, նա կանգ էր առնում մի քանի վայրկյան, կարծես հավաքելու ուժերը։
բայց ամենասարսափելին այն էր, որ նրա աչքերը, որոնք միշտ եղել էին լի կյանքով, այժմ երբեմն երևում էին դատարկ։ Կարծես նա նայում էր ոչ թե հանդիսատես, այլ անցյալի ուրվականներին, որոնք հետապնդում էին նրան։ Արդյոք այս ֆիզիկական քայքայումը միայն ծերության գործ էր, թե գինը, որը նա վճարում էր իր հերոսական անցյալի համար։ Ով կարող է ապրել տասնամյակներ պահելով գաղտնիքներ, որոնք կարող էին խլել նրա և նրա ընտանիքի կյանքը, առանց որ այդ բեռը ոչնչացներ նրա մարմինը։ Ազնավուրի ֆիզիկական քայքայումը չէր պարզապես բժշկական երևույթ, դա էր պատմության ինքնին գրավոր իր մարմնի վրա, ցավի երկարաժամկետ հետազոտություն, լռության և վախի տարիների։ 1990-րդ թվականների կեսերին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց և Հայաստանը դարձավ անկախ պետություն, արխիվները սկսեցին բացվել։ Սակայն մի պարզ իրականություն արագ դարձավ հայտնի։ Ամենակարևոր փաստաթղթերի էջերը բացակայում էին։ Պատմաբանները, ովքեր փնտրում էին տեղեկություններ հայ գաղթականների մասին, ովքեր դիմել էին Խորհրդային Միությանը 40-ականների ընթացքում, հայտնաբերեցին մի անհամապատասխանություն։ Ազնավուրյանների ընտանիքի գործում բացակայում էին մոտ 30 էջ։ Այս էջերը, ըստ արխիվային կատալոգի, պետք է պարունակեին նամակագրություն Երևանի և Փարիզի միջև, բժշկական հաշվետվություններ և գաղտնի հաղորդումներ, որոնք կարող էին բացատրել, թե ինչու ընտանիքը հրաժարվեց վերադառնալ։ Բայց այդ էջերը չկային։ Ով հեռացրեց դրանք։ Երբ։ Ամենակարևորը՝ ինչու։ Մի պատմաբան, դոկտոր Արման Կիրակոսյանը, ով 11 տարի անց տասնամյակներ արխիվների ուսումնասիրությամբ հայտնաբերեց մի փոքրիկ նշում էջերի մեկում, որը վերապրեց ջնջումը։ Այդ նշումը, գրված ձեռքով ռուսերեն լեզվով, ասում էր հետևյալը. Գործը թիվ 2644։ Ազնավուրյան ընտանիք, հեռացված էջերը 828 մինչև 555, ըստ հրամանի թիվ 3699, ստորագրված Բերիա, հունվարի 12, 1948։ Լավրենտի Բերիան, Ստալինի գաղտնի ոստիկանության ղեկավարը, անձամբ հրամայել էր հեռացնել Ազնավուրյանների գործից որոշակի էջեր։ Ինչու։ Ինչ պարունակում էին այդ էջերը, որ նույնիսկ Խորհրդային Միության ամենահզոր մարդը միջամտեց։ Արդյոք դա կապված էր Ազնավուրյանների դերի հետ ֆրանսիական դիմադրության մեջ։ Արդյոք դա բացահայտում էր կապը Միսակ Մանուշյանի կամ այլ հայտնի դիմադրականների հետ, որոնց Խորհրդային Միությունը ցանկանում էր պահանջել որպես իր սեփական հերոսներ։ Դոկտոր Կիրակոսյանը շարունակեց իր հետաքննությունը։ Նա հայտնաբերեց, որ նույն հրամանը կիրառվել է նաև մյուս 12 հայ ընտանիքների գործերի համար, ովքեր նույնպես ստացել էին խորհրդային քաղաքացիություն, բայց հետո չեն վերադարձել։ Բոլոր այդ գործերից բացակայում էին կոնկրետ էջերը, նամակներ, բժշկական զեկույցներ, անձնական նամակագրություններ։ Կիրակոսյանը եզրակացրեց, որ Խորհրդային Միությունը ցանկացել է ջնջել վկայությունները այն մասին, թե ինչու այդ ընտանիքները հրաժարվել էին վերադառնալ, հավանաբար որովհետև այդ փաստաթղթերը պարունակում էին քննադատություններ սովետական համակարգի, նկարագրություններ բռնությունների կամ նույնիսկ անունները նրանց, ովքեր արդեն էին մահացել Սիբիր կամ Սարալախի ճամբարներում։ Սակայն Կիրակոսյանը երբեք չէր կարողանա հաստատել իր տեսությունը, որովհետև Բերիայի արխիվները դեռ մնում են գաղտնի, նույնիսկ ներկայիս Ռուսաստանում, բայց արխիվային լռությունը ասում է այն, ինչ բառերը չեն կարող։ Երբ համակարգը հեռացնում է էջեր, երբ այն ջնջում է վկայություններ, երբ այն պահանջում է լռություն, դա նշանակում է, որ այնտեղ կա մի ճշմարտություն, որն այնքան վտանգավոր է, որ նույնիսկ տասնամյակներ անց այն պետք է մնա թաքնված։ Ազնավուրյանների էջերը պարունակում էին մի պատմություն, որը կարող էր փոխել ամբողջ սովետական պրոպագանդան հայ գաղթականների կանների մասին։ Խորհրդային Միությունը ցանկանում էր ներկայացնել, որ բոլոր հայերը ցանկանում էին վերադառնալ հայրենիք, որ սոցիալիզմը էր հույսը։ Բայց Ազնավուրյանների և նման ընտանիքների փաստաթղթերը ցույց էին տալիս հակառակը։ Մարդիկ, ովքեր տեսել էին սովետական իրականությունը, ովքեր ստացել էին նամակներ Երևանից, որտեղ նկարագրվում էին ձերբակալությունները, անհետացումները, վախը, հրաժարվում էին վերադառնալ։ Սա էր վտանգավոր ճշմարտությունը, որը պետք է ջնջվեր։ Կա ևս մեկ մանրամասն, որը Կիրակոսյանը հայտնաբերեց 1950 թվականին, երբ Ազնավուրը սկսեց իր բարձրացումը որպես աստղ, խորհրդային դեսպանատունը Փարիզում պահպանում էր հատուկ գործ նրա մասին։
Այդ գործը, որը բացվեց միայն 2002 թվականին, երբ Կիրակոսյանը ստացավ հատուկ թույլտվություն, պարունակում էր հաշվետվություններ Ազնավուրի յուրաքանչյուր հանդիպման, յուրաքանչյուր հրապարակային հայտարարության, յուրաքանչյուր հարցազրույցի մասին, որտեղ նա հիշատակում էր Հայաստանը։ Խորհրդային Միությունը, նույնիսկ երբ Ազնավուրը արդեն էր համաշխարհային աստղ, դեռ համարում էր նրան չվերադարձած քաղաքացի։ Գործում կային նաև քննադատականներ։ Արդյոք Ազնավուրը կարող էր օգտագործվել որպես պրոպագանդիստական գործիք։ Արդյոք նա կարող էր համոզվել վերադառնալ կամ առնվազն հրաբարակավ աջակցել Սովետական Միությանը։ Բայց Ազնավուրը երբեք չտվեց նրանց այդ բավարարությունը։ Նա պահեց իր քաղաքական կարծիքները անձնական։ Նա հրաժարվեց տալ հարցազրույցներ սովետական լրատվամիջոցներին, եւ երբ նրան հարցնում էին խորհրդային Հայաստանի մասին, նա պատասխանում էր քաղաքավարի ոչ պատասխաններով։ Սա վրդովեցրեց խորհրդային պաշտոնյաներին։ Մի հաշվետվության մեջ, որը գրվել է 1968 թվականին, Փարիզի դեսպանատան մի աշխատակից գրում է. Ազնավուրը հրաժարվում է համագործակցել։ Նա պատասխանում է միայն մշակութային հարցերի, բայց շեղվում է քաղաքական թեմաներից։ Նա չի ցանկանում խոսել իր ընտանիքի հրաժարման մասին, վերադառնալ Հայաստան։ Առաջարկվում է դադարեցնել փորձերը նրան ներգրավել, քանի որ այդ կարող է վնասել մեր հարաբերությունները ֆրանսիական մշակութային շրջանակներում։ Այս հաշվետվությունը ցույց է տալիս, որ Ազնավուրը այնուամենայնիվ թույլ եւ երգող հզոր էր իր լռության մեջ։ Նա հրաժարվեց դառնալ գործիք, նա պահպանեց իր անկախությունը, եւ այդ լռությունը դարձավ նրա ամենահզոր զենքը համակարգի դեմ, որը փորձում էր նրան վերահսկել։ Ինչ էր գրված այն 30 բացակայող էջերում։ Ինչ նամակներ էին ուղարկվել Փարիզից Երևան, որոնք այնքան վտանգավոր էին, որ Բերյան անձամբ հրամայեց դրանց ջնջումը։ Արդյոք դրանք պարունակում էին անունները մարդկանց, ովքեր սպանվեցին Սիբիր։ Արդյոք դրանք նկարագրում էին բռնությունները, որոնք կատարվում էին Հայաստանում հայ վերադարձողների դեմ։ Արդյոք դրանք բացահայտում էին պատմությունը ընտանիքի, որը տեսավ երկու տեսակի սարսափ՝ նացիստական օկուպացիան եւ սովետական ճնշումը, եւ որոշեց փրկել իրեն մեկից, մերժելով մյուսը։ Մենք երբեք չենք իմանա, բայց այդ բացակայող էջերը խոսում են ավելի բարձր, քան ցանկացած գրված բառ։ Նրանց բացակայությունը բացահայտում է համակարգի վախը ճշմարտությունից, որը կարող էր խախտել իրենց քարոզչությունը։ 2018 թվականի հոկտեմբերի առաջին օրը Շարլ Ազնավուրը արթնացավ ավելի վաղ, քան սովորաբար։ Ժամը 6 էր առավոտյան, եւ նա նստեց իր տան պատուհանի մոտ մուժենում, նայելով Ալպերի լեռները։ Նրա կինը Ուլլան հիշում է, որ նա ասաց միայն մի բան. այսօր գեղեցիկ օր է։ Նրանք խմեցին սուրճ միասին, եւ Ազնավուրը պատմեց իր վերջին երազի մասին։ Նա երազել էր Փարիզի լատինական թաղամասը, Rue de la Huchette փողոցի փոքրիկ սրճարանը, նրա ծնողներին եւ մի անծանոթ ծերունու, ով նստած էր անկյունում եւ հետևում էր նրան լռությամբ։ Նա նմանվում էր իմ հորը, ասաց Ազնավուրը, բայց ավելի ծեր, կարծես նա ապրել է երկու կյանք։ Ուլլան հարցրեց. արդյոք այդ մարդը ինչ-որ բան ասեց, եւ Ազնավուրը պատասխանեց. ոչ, նա միայն ժպտաց, ասես ասում էր, ժամանակն եկել է։ Այդ առավոտվա ընթացքում Ազնավուրը կատարեց իր սովորական գործերը։ Նա կարդաց թերթը, զանգահարեց իր որդու Նիկոլային եւ մի քանի րոպե նայեց հին լուսանկարների ալբոմը։ Ուլլան նկատեց, որ նա երկար ժամանակ կանգնել էր մի լուսանկարի դիմաց։ Նրա ընտանիքը 1928 թվականին, երբ նրանք դեռ ունեին Կովկաս ռեստորանը։ Նրա հայրը Մամիկոնը կանգնած էր կենտրոնում, ուժեղ, հպարտ, ժպտացող, անգիտակից այն մասին, թե ինչ սարսափներ սպասում են նրան հետագա տասնամյակներում։ Ազնավուրը շոշափեց լուսանկարը երկար ժամանակ, կարծես փորձելով հասնել անցյալին, կարծես ցանկանալով ասել իր հորը ինչ-որ բան, որը նա երբեք չասաց։ Ես սպարտական եմ նրան, ասաց Ազնավուրը, ամեն ինչ, որ ես եմ, գալիս է նրանից։ Հետո նա գնաց իր գրասենյակ եւ սկսեց գրել։ Ուլլան չգիտեր, թե ինչ էր գրում Ազնավուրը, քանի որ նա բացել էր դուռը միայն 3 ժամ անց, երբ նա եկավ ճաշի համար։ Ազնավուրը հրաժարվեց ճաշից, ասելով, որ նա ցանկանում է թեթև մնալ,
որովհետև նա պլանավորում էր երեկոյան զբոսանք։ Բայց երեկոն երբեք չեկավ նրա համար։ Ժամը 3-ի մոտ ցերեկվա Ազնավուրը նորից գնաց իր գրասենյակ եւ այս անգամ նա խնդրեց Ուլլային չանհանգստացնել նրան։ Նա ասաց, որ նրան հարկավոր է ավարտել ինչ-որ բան կարևոր, ինչ-որ բան, որը նա երկար ժամանակ հետաձգել էր։ Ուլլոն համաձայնեց, բայց 1 ժամ անց, երբ լռությունը դարձավ չափազանց երկար, նա բացեց դուռը։ Ազնավուրը նստած էր իր աթոռին, գլուխը հանգստացած էր գրասեղանի վրա, եւ նրա աջ ձեռքը դեռ բռնում էր գրիչը։ Նրա երկրային ուղին ավարտվեց այնտեղ, գրասենյակում, շրջապատված իր հիշողություններով, իր լուսանկարներով, իր անցյալով։ Ամբուլանսը եկավ արագ, բայց արդեն ուշ էր։ Բժիշկները որոշեցին, որ սիրտը դադարել էր աշխատել մոտ ժամը 3:30-ի եւ մահը եղել է ակնթարթային։ Բայց այն, ինչ նրանք չգտան, եղավ այն, ինչ Ազնավուրը գրում էր։ Գրասեղանի վրա ընկած էր կես ավարտված նամակ, գրված դող ձեռքով, եւ վերջին բառերը. «Ես ներում եմ ձեզ բոլորին, ովքեր փորձեցին ինձ տանել այնտեղ, որտեղ ես երբեք չէի ուզում գնալ։ Ես ապրեցի ազատ, եւ ես մահանու եմ ազատ»։ Նամակը ոչ ոքի հասցեագրված չէր, բայց բոլորը, ովքեր կարդացին այն, հասկացան, որ դա ուղղված էր անցյալին, համակարգերին, դավաճաններին, բոլոր նրանց, ովքեր փորձեցին վերահսկել նրա կյանքը։ Նրա վերջին ժամերը անցան լռության մեջ։ Ոչ դրամատիկ ելույթ, Ոչ սցենար, ոչ կինո։ միայն ծերացող մարդ, որը նստած էր իր գրասեղանի մոտ եւ փորձում էր գտնել բառեր, որոնք կարող էին բացատրել 94 տարվա լռությունը։ Նրա սիրտը, որը տարել էր նրան 200 միլիոն դիսկերի վաճառքի, հազարավոր համերգների, 60 ֆիլմերի միջով, վերջապես հանգստացավ։ Նրա ձեռքերը, որոնք երբեմն դողում էին վախից սառած սենյակում Փարիզում, այժմ անշարժ էին։ Նրա աչքերը, որոնք տեսել էին գերմանական օկուպացիան, խորհրդային սպառնալիքները, սպիտակի երկրաշարժը եւ ողջ աշխարհի սերը, այժմ փակ էին։ Նա եկել էր ճանապարհի վերջ, ճանապարհի, որը սկսվել էր փախուստով եւ ավարտվել էր հաշտությամբ։ Երբ լուրը հասավ Հայաստան, ամբողջ երկիրը լաց եղավ։ Մարդիկ, ովքեր երբեք չէին տեսել նրան անձամբ, բայց ովքեր գիտեին նրա երգերը, ովքեր հիշում էին, թե ինչպես նա եկավ սպիտակի երկրաշարժից հետո եւ բերեց հույս, դուրս եկան փողոցներ եւ կանգնեցին լռության մեջ։ Երևանի հրապարակում տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվեցին, ձեռքներում մոմեր, երգելով Պուխտուա Աղմենի, նրա երգը, որը դարձել էր ազգային օրհներգ։ Կառավարությունը հայտարարեց սգո օր, եւ թրոշները իջեցվեցին կիսաձողի։ Բայց ամենաշոշափելի պահը եղավ, երբ փոքրիկ տատիկը, ովքեր վերապրել էր երկրաշարժը, 9 տարեկան աղջիկը պահվել էր Ազնավուրի հիմնադրամի կողմից կառուցված տանը, պատմեց լրագրողներին. «Նա փրկեց ինձ, եւ ես երբեք չեմ մոռանա, նա մեր հերոսն էր»։ Բայց նրա վերջին ժամերի իսկական նշանակությունը չէր հանրային սուգը։ Դա էր այն, ինչ նա թողեց հետևում։ Կես ավարտված նամակը, լուսանկարը դավաճանության խաչով եւ փակված ծրարը, որը բացվեց նրա մահից հետո։ Այդ ծրարում, բացի այն լուսանկարներից, ներից կար նաեւ փոքրիկ նոտ. «Ես ապրեցի 2 կյանք։ Մեկը բոլորի տեսածը, մյուսը, որը ոչ ոք չիմանար։ Երկուսն էլ իրական էին, բայց միայն երկրորդը էր ճշմարիտը»։ Այս խոսքերը բացահայտում են նրա ողջ գոյությունը, լեգենդը եւ մարդուն, աստղը եւ փախստականի երեխան, հերոսը եւ վախեցողը։ Նա մահացավ ազատ, բայց արդյոք նա երբևէ իսկապես ազատ էր եղել անցյալի ուրվականներից։ Երբ Շարլ Ազնավուրի թաղման արարողությունը տեղի ունեցավ 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, Աշխարհի առաջնորդները, արտիստները եւ միլիոնավոր երկրպագուները հրաժեշտ տվեցին նրան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատվեց նրան որպես ազգային գանձ։ Հայաստանի նախագահը խոսեց նրա անսահման նվիրվածության մասին իր պատմական հայրենիքին։ Բայց իսկական բացահայտումը եկավ ավելի ուշ, երբ նրա ընտանիքը տվեց թույլտվություն մի փոքր խմբի պատմաբանների եւ լրագրողների հետ ազոտել նրա անձնական արխիվները։ Այստեղ, այդ արխիվներում, պատմաբանները գտան ինչ-որ բան, որը փոխեց ամբողջ պատկերը Ազնավուրի մասին
232 գաղտնի ձայնագրություններ։ Այդ ձայնագրությունները արված էին 1998-ից մինչև 2016 թվականները, և դրանցում Ազնավուրը խոսում էր ինքն իր հետ, միայնության մեջ, երբ ոչ ոք չէր լսում։ Առաջին ձայնագրությունը հիշում է, որ Ազնավուրը պարզապես թրթռում է, փորձելով բառեր գտնել։ Հետո նա սկսում է պատմել. «Ես 56 տարեկան եմ, և ես վախենում եմ։ Ոչ մահվանից, այլ այն բանից, որ երբակոն ես մեռնեմ, ոչ ոք չի իմանա ճշմարտությունը։ Ես պահում եմ գաղտնիքներ, որոնք կարող էին խլել իմ ընտանիքի կյանքը։ Ես պահում եմ լռություն, որովհետև լռությունը էր միակ պաշտպանությունը, որ մենք ունեինք։ Բայց այժմ, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, արդյոք պետք է ես խոսեմ։ Արդյոք պետք է ես պատմեմ, թե ինչ իսկապես տեղի ունեցավ այդ սառը սենյակում այդ 3 գիշերներին, երբ ես լսում էի դրսից ձայները և սպասում էի մահվան»։ Հետագա ձայնագրություններում Ազնավուրը սկսում է բացահայտել մանրամասներ, որոնք նա երբեք չասաց հրապարակավ։ Նա խոսում է Միսաք Մանուշյանի մասին ոչ որպես հեռու հերոսի, այլ որպես մարդու, ում նա հանդիպել է 3 անգամ, երբ դեռ երեխա էր։ Մանուշյանը եկավ մեր սրճարան 1942 թվականի ամռանը, ասում է Ազնավուրը ձայնագրության մեջ։ Նա էր բարձրահասակ, դաժան աչքերով, բայց երբ նա նայում էր ինձ, փոքր տղային, նրա աչքերը փափկանում էին։ Նա ինձ տվեց մի կարամել և ասաց. «Երբ մեծանաս, դու պետք է պատմես աշխարհին, թե ինչ տեղի ունեցավ այստեղ։ Դու պետք է լինես ձայնը նրանց, ովքեր չեն կարող խոսել»։ Ես երբեք չմոռացա այդ խոսքերը, բայց ես երբեք չկատարեցի նրա խնդրանքը։ Ես վախեցի։ Ես ընտրեցի կյանքը լռության պատասխանատվության փոխարեն։ Այս խոստովանությունը սարսափելի է, քանի որ բացահայտում է Ազնավուրի ներքին տանջանքը։ Նա ապրեց ողջ կյանքը իմանալով, որ նա կարող էր ավելին անել, ավելին ասել, ավելին բացահայտել։ Բայց նա ընտրեց լռությունը, և այդ ընտրությունը հետապնդեց նրան մինչև վերջ։ Ձայնագրությունների մեջ նա նաև խոսում է իր հոր Մամիկոնի մահվան մասին։ «Իմ հայրը չմեռավ սրտի անբավարարությունից», խոստովանում է Ազնավուրը։ Նա մեռավ վախից, որը նա կրեց տասնամյակներ։ Նա վախենում էր, որ մենք փոխանակելու ենք մի սարսափ մեկ այլ սարսափով, և նա ճիշտ էր։ Բայց նա վախենում էր նաև, որ նրա որոշումը չվերադառնալ Հայաստան արդյունքում կորցնի իմ ապագան։ Նա մեռավ չիմանալով, թե արդյոք արեց ճիշտ ընտրություն։ Բայց ամենաքննադատական ձայնագրությունը արվել է 2014 թվականին, երբ Ազնավուրը արդեն 90 տարեկան էր։ Այդ ձայնագրության մեջ նա խոսում է հարցի մասին, որը տանջել է նրան ողջ կյանքը. «Արդյոք ես հերոս եմ, թե դավաճան։ Հայաստանը գոչում է ինձ ազգային հերոս, բայց ես գիտեմ ճշմարտությունը։ Ես դավաճանեցի իմ նախնիների հիշողությանը, ընտրելով ապահով կյանքը Փարիզում փոխարեն վտանգավոր վերադարձի Երևան։ Ես շահագործեցի սպիտակի երկրաշարժը, չլվալու իմ մեղավորության զգացումը։ Ես դարձա խորհրդանիշ, բայց ես երբեք չէի իսկական մարդ, որը համարձակվեր պատմել ամբողջ ճշմարտությունը»։ Այս խոստովանությունը քայքայում է լեգենդը և բացահայտում է մարդուն կոտրված, վախեցած, մեղավոր։ Երբ այս ձայնագրությունները հրապարակեցին, աշխարհը ցնցվեց։ Շատերը հրաժարվեցին հավատալ դրանց։ Ուրիշներն ասացին, որ Ազնավուրը չափազանց խստ էր ինքն իր նկատմամբ։ Բայց Հայաստանում, որտեղ նրան պաշտում էին որպես Աստված, արձագանքը եղավ ավելի բարդ։ Մի մասը մարդկանց զայրացավ, զգալով, որ նրանք դավաճանվեցին։ Մեկ այլ մասը ասաց, որ Ազնավուրը միայն մարդ էր, և նրա ընտրությունները արված էին դժվարին պայմաններում, երբ ապրել է ինքնին էր հերոսություն։ Երրորդ մասը լռեց, չհամարձակվելով դատել այն, ինչ նրանք երբեք չէին վերապրել։ Բայց բոլորը, լսելով այդ ձայնագրությունները, հասկացան մի բան. Շարլ Ազնավուրը երբեք չէր ապրել լեգենդի կյանք։ Նրա մահից 3 ամիս անց, երբ նրա տանը գտնված փակված ծրարը վերջապես բացվեց ավելի մանրամասն զննման համար, պատմաբանները հայտնաբերեցին մի վերջին փաստաթուղթ՝ լուսանկար, որը երբեք չէր տեսնվել հանրության կողմից։ Լուսանկարում երևում էր երիտասարդ տղա, մոտ 12 տարեկան,
Կանգնած փողոցի անկյունում Փարիզում, որտեղ գերմանական պարեկները անցնում են ամեն օր։ Լուսանկարի հակառակ կողմում գրված մանր տառերով հայերեն. «Մամիկոն, եթե գտնես սա, իմացիր, ես չստացվեցի քեզ փրկել, ներիր ինձ»։ Ստորագրությունը անընթեռնելի էր, բայց ամսաթիվը հստակ՝ 1943 թվականի ապրիլ։ Ով գրեց այս նամակը։ Ով փորձեց փրկել Մամիկոն Ազնավուրյանին եւ ինչից։ Ազնավուրը պահել էր այս լուսանկարը 90 տարի, երբեք չի ցույց տվել ոչ ոքի, երբեք չի խոսել դրա մասին։ Արդյոք դա էր վերջին կապը մարդու հետ, ով փորձեց փրկել նրա ընտանիքը, բայց ձախողվեց։ Արդյոք այս մարդը էր այն գաղտնի այցելուն, որը գալիս էր ուշ գիշերներին եւ որի անունը երբեք չի հիշադակվել։ Բայց այս լուսանկարի պատմությունը դառնում է ավելի մռայլ, երբ մենք իմանում ենք, թե ինչ հայտնաբերեցին Ազնավուրի տանը նրա մահից հետո։ Նրա անձնական արխիվում թաքնված հին ճամպրուկի ներսում գտան երկրորդ լուսանկար։ Նույն տղան, բայց այս անգամ նրա դեմքը խաչված էր կարմիր թանաքով եւ հակառակ կողմում գրված էր ռուսերեն՝ «Դավաճան, վերադարձ չկատարված»։ Այս երկրորդ լուսանկարը արված էր խորհրդային դեսպանատունից եւ ամսաթիվը 1948 թվականի փետրվար, հենց այն ամիսը, երբ Ազնավուրյանների ընտանիքի անունները ավելացվեցին չվերադարձածների սև ցուցակում։ Երիտասարդ Մամիկոնը արդեն դիտարկվում էր որպես դավաճան համակարգի կողմից, որը երբեք չէր ներում։ Նրա դեմքի վրա այդ կարմիր խաչը խորհրդանիշ էր նրա ապագա դատավճռի, նույնիսկ եթե նա երբեք չիմանար դրա մասին։ Շարլ Ազնավուրը ապրեց ողջ կյանքը, գիտենալով, որ ինչ-որ տեղ, ինչ-որ արխիվում պահվում է նրա երեխայության փողոցային հերոսությունը։ Այն մարդիկ, ովքեր իրանց տեղը հասեցին, ապացուցեցին. այդ երեխաները միշտ կպարտադրվեն կենդանի տակով եւ կիրառվեն տեղ տալու համար։ Պահվում է նրա երեխայության լուսանկարը, նշված որպես դավաճան։ Բայց ով տեղադրեց այդ խաչը։ Ով որոշեց, որ երիտասարդ երեխան, որը երբեք չի ապրել Խորհրդային Միությունում, արդեն դավաճան է։ Պատասխանը գտնվում է Բերիայի հատուկ հրամանների մեջ, որոնք բացահայտվել են միայն 2010 թվականից հետո։ 1948 թվականի փետրվարի 25-ին Բերիան ստորագրեց հրաման, որով բոլոր չվերադարձած հայ ընտանիքները պիտի համարվեին թշնամիներ եւ նրանց երեխաները անկախ տարիքից պիտի ընդգրկվեին հատուկ հսկողության տակ։ Այս նշանակում էր, որ եթե Ազնավուրը երբևէ փորձեր այցելել Խորհրդային Միություն, նրան կձերբակալեին անմիջապես։ Այս նշանակում էր, որ նրա ամբողջ կյանքը նա ապրեց անտեսանելի բանտում, ազատ Փարիզում, բայց բանտարկված համակարգում, որը երբեք չէր մոռանում։ Այս նշանակում էր, որ յուրաքանչյուր անգամ, երբ նա երգում էր Հայաստանի մասին, յուրաքանչյուր անգամ, երբ նա խոսում էր իր արմատների մասին, նա գիտեր, ինչ որտեղ, ինչ որ մեկը գրանցում էր, հետևում էր, սպասում էր։ 1968 թվականին, երբ Ազնավուրը դարձել էր համաշխարհային աստղ, Խորհրդային դեսպանատունը Փարիզում կազմակերպեց հատուկ ընթրիք նրան հրավիրելով։ Հրավերը եկավ ֆրանսիացի միջնորդի միջոցով, եւ այն ներկայացվեց որպես մշակութային փոխանակման հնարավորություն։ Ազնավուրը գիտեր, որ դա թակարդ է։ Նա խորհրդակցեց իր ընտանիքի հետ, եւ նրա մայրը, Կնար Բաղդասարյանը, ով դեռ ապրում էր, ասաց միայն մի բան. «Եթե դու գնաս այնտեղ, դու երբեք չես վերադառնա»։ Ազնավուրը հրաժարվեց հրավերից, բայց հետագա շաբաթներին նա նկատեց, որ նրան հետևում են։ Անծանոթ մեքենաներ կանգնում էին նրա տան դիմացը, հեռախոսի գծում լսվում էին տարօրինակ ձայներ, եւ մի գիշեր, երբ նա վերադարձավ համերգից, նրա տան դուռը բաց էր, թեև նա հստակ հիշում էր, որ փակել էր այն։ Ոչինչ չէր գողացվել, բայց նրա գրասենյակում փաստաթղթերը վերադասավորված էին, կարծես ինչ-որ մեկը փնտրել էր ինչ-որ բան։ Այս վախը, այս անընդհատ սպասումը, որ նրանք կգան, հետևեց Ազնավուրին մինչև Խորհրդային Միության փլուզումը։ Բայց նույնիսկ 1991 թվականից հետո, երբ ԽՍՀՄ-ն այլևս գոյություն չուներ, երբ Հայաստանը դարձավ անկախ, Ազնավուրը երբեք լիովին չզգաց անվտանգ։ Նա շարունակեց պահել այդ երկու լուսանկարները, մեկը սիրով, մյուսը դավաճանության խորհրդանիշով։ Կարծես այդ լուսանկարները հիշեցնում էին նրան, որ անցյալը երբեք չի մոռանում,
որ համակարգերը փոխվում են, բայց հիշողությունը մնում է։ Ո՞վ էր այն մարդը, ով գրեց «Ների՛ր ինձ» լուսանկարի վրա։ Արդյոք նա էր այն գաղտնի օգնականը, ով փորձեց պաշտպանել Ազնավուրյանների ընտանիքը, բայց ձախողվեց։ Արդյոք նա վախենում էր համակարգից, որը դիտում էր յուրաքանչյուր քայլը։ Արդյոք այս մարդը մահացավ իր փորձի համար, կամ նա փախավ եւ ապրեց մնացած կյանքը մեղավորության զգացումով։ Ազնավուրը երբեք չի տվել պատասխան այս հարցերին, բայց փաստը, որ նա պահեց այդ լուսանկարները մինչև իր վերջին օրը, ցույց է տալիս, որ նա երբեք չմոռացավ։ Դավաճանությունը գալիս է ոչ միայն թշնամիներից, այլև համակարգերից, որոնք պատկերացնում են սեփական իրենց որպես փրկարարներ, բայց իրականում դեռ ավելի դաժան հայտնաբերումներ են գտնում։ Ազնավուրը նաև նշեց, որ կրկին փորձում էր փոխել իր կյանքը։ Նրա մեղադրելու պատճառներ հետ հանդիպումը կանցկացրելուց հետո նա խնդրեց պարզվի, թե որ համալսարան է մասնակցում իր կյանքին։ Նրա կենտրոնական նպատակն էր ազատության պաշտպանության մասնագիտական համալսարան ստեղծելու, մասնագիտական ապարորդության միջոցով։ Նշանակում էր, որ այդ համալսարանը պետք էր լինի մասնագիտական համալսարան, որը կարող էր մարդկանց մասնագիտական մասնագիտություն սովորեցնելու ոչ թե իմաստավորումից, այլ դաստիարակումից։ Նա նշեց, որ այդ համալսարանը պետք էր լինի իր մեղադրումների համաձայն։ Ազնավուրը շնորհպես փրկարարներ, բայց իրականում դառնում են դատապարտողներ։ Ազնավուրի կյանքը եղել է փախուստ այդ դավաճանությունից, փախուստ, որը տևեց 90 տարի։